Լույս առավոտի, շնորհակալություն։ Մենք տաղավարում ենք, շնորհակալ ենք, որ մնացիք մեզ հետ եւ մենք ներկայացնենք մեր առաջին հյուրերին։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, վերոնշյալ փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքասյան, բարի լույս։ Եվ Փարիզի Աստվածամոր տաճարի երգեհոնահար Վենսան Դյուբուա, որն այստեղ մեզ մոտ է եկել Հայաստան Ֆրանսիայից։ Նրա հետ հաղորդակցվել մեզ կօգնի Լուսինե Աբգարյանը։ Շնորհակալ ենք մեր տաղավարում հյուրընկալվելու համար, հաճելիորեն ենք նախ ձեզ մաղթում։ Եվ ուրախ ենք ձեզ այսօր այստեղ տեսնել, ինչպես մենք հասցրեցինք գովազդային դադարի ժամանակ զրուցել, երրորդ անգամ է փառատոնը իրականացվում։ Պատմեք, թե ինչ փոփոխություններ են եղել այս ժամանակի ընթացքում եւ ինչով է օրինակ տարբերվում երրորդ փառատոնը նախորդներից։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն փառատոնին անդրադառնալու համար եւ մեր Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բոլոր նախաձեռնություններին անդրադառնալու համար, որտեղ մեր կենտրոնում 6 երաժշտախումբ ունենք եւ բարբերաբար դուք անդրադառնում եք մեր խմբերի տարբեր ուրեմն նախագծերին ու համերգներին, որի համար շնորհակալություն։ Վերադառնալով փառատոնին, այո, փառատոնը արդեն երրորդ անգամ է, առաջինը կայացավ 2022 թվականին, երկրորդը 24-ին եւ ահա այս տարի մենք ուրեմն իրականացնում ենք երրորդը։ Ինչով է տարբերվում։ Նախ, երբ որ փառատոնը արեցինք, ինչն էր մեր գերնպատակը փառատոնը իրականացնելու կամ նախաձեռնելու։ Մենք ունենք խնդիր հանդիսատեսին դեպի երկրորդ երաժշտություն բերելու եւ կարծեք թե հրաշալի հաջողվում է։ Այո, եւ հենց դա է ուզում ես Պես նշեցինք լեփլեցուն դահլիճները։ Լեփլեցուն այլևս, այո, եւ դա այսքան աշխատեց այն իմաստով, որ մարդիկ սիրեցին առավել երգեհոնը եւ ավելին ասեմ, մենք ունենք երիտասարդ զույգեր մեր համերգներին, որ մեր օտարերկրյա արտիստներին շատ զարմացնում է, որ իրենք սովոր են, որ երգեհոնային համերգներին պետք է լինեն միջին տարիքի եւ ավելի բարձր ուրեմն կարծեք թե հենց այդպեսին էլ լինում է հերոս։ Դրա համար իրենք շատ զարմանում են այստեղ այդ պատճառով։ Մենք ուրախ ենք, որ նման օրինակ երևի։ Շատ ուրախ ենք, այո, մենք էլ եւ իհարկե ինչով է տարբերում նախորդ փառատոներից, իրականում երգեհոնարները ավելի հայտնի են այս տարի մեզ մոտ։ Եթե նախորդ տարիներին մենք միջավայրի զգուշավորությամբ էինք, ապա արդեն հիմա իհարկե նաև մշակույթի, կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարության աջակցությամբ է, որ այս փառատոնը իրականացնում ենք երրորդ տարին եւ արդեն կարողանում ենք ավելի հայտնի երգեհոնարների հրավիրել իդեմս Վենսանի եւ ավելի մեծ աշխարհագրություն նաեւ։ Ինչպես տեսնում ենք, այո, աշխարհագրությունը լայն է, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, եթե չեմ սխալվում։ Մեր հարցը ուղենք հյուրին Վենսան Դյուբուային։ Նա կարծեք թե առաջին անգամ է եւ իմացա արդեն հասցրել է լինել մեր հոգեվոր կենտրոնում, Էջմիածնում։ Ինչպիսին է առհասարակ հայ մարդու, Հայաստանի հետ շփումը եւ հայ արվեստագետների հետ, ինչպես այդ կապը, երկխոսությունը ստեղծվել։ C'est d'abord une très belle découverte de l'Arménie. Pour moi, c'est la première fois. Je constate que beaucoup de gens sont en fait très cultivés quand on parle avec les gens et qu'on commence à parler de musique ou d'art en général. Et en particulier les gens que j'ai rencontrés hier dans la salle de concert qui m'ont accueilli et puis qui m'ont montré l'orgue, etc. Donc, et donc la découverte de cette ville de Etchmiadzin était, excusez-moi pour la prononciation. Je sais pas ce que vous dites, mais ça sonne très très bien. Et donc cette ville et la cité notamment dedans était un lieu vraiment très inspirant et enfin où règne une certaine profondeur de l'esprit en fait. Et je ne m'attendais pas à voir aussi du patrimoine que Armène m'a montré hier, aussi ancien, notamment cette première cathédrale chrétienne en fait.
Հրաշալի։ Քանի որ այստեղ լինելու առիթը Վենսան Դյուբուայի հենց Ստամբուլցյանի անվան երկհոնային երաժշտության փառատոնն է, ինձ հետաքրքրում է ինչ ծրագրով են հանդես գալու, հատկապես բնական է, մեզ հետաքրքրող լինելու են հայ արվեստագետները։ Կոմիտաս կա երկացանկում Խաչատրյան, Բաբաջանյան, ինչ կատարումներ կան։ Ստամբուլցյան ինքը Կոմիտասի երկրպագուն է եղել ու բախ։ Գիտեմ դրանով փակվելու է, բացումը Կոմիտասով է։ Շատ իրավացեք։ Ինչ Վենսանի ասել է, ես ուղղակի չէի ուզենա խոսեինք հիմա հայկական ստեղծագործության մասին, դա սյուր անակնկալ է հանդիսատեսին։ Պահենք այդ լինելու են, բայց եկեք դրա ինքը թողոսի ընդհանուր ծրագրի մասին, բայց այդ անակնկալը թող մնա, մենք թողել ենք դա որպես Շամի չհետևեմ, որ մեր հեռուստադիտողներից շատերը այսօր ներկա են գտնվելու։ Oui, alors il y aura des œuvres arméniennes, mais on ne dit pas lesquelles. Հայկական ստեղծագործություններ լինելու են, բայց չենք ասում որոնք։ It's a surprise. Bien sûr, par là. Սամերհերուստատողին հուշում է այնտեղ է պետք տեսնել ու Այո, լսել։ համեցեք եւ լսեք։ Donc on vous invite à voir ce soir. Voilà, mais le programme que j'ai proposé, en fait, tout d'abord s'adapte en fait vraiment à l'instrument qui est dans cette salle de concert, qui est un instrument d'esthétique baroque allemande en fait. Ես ծրագիրը, որ առաջարկել եմ, ավելի շատ հարմարեցված, ադապտացված է այն գործիքին, որը մենք գտնում ենք համերգասրահում, որը գերմանական բարոկ գործիք է։ Et donc c'est pourquoi j'ai proposé un programme en hommage à Johann Sebastian Bach. Այդ պատճառով առաջարկել եմ ծրագիր Յոհան Սեբաստիան Բախին նվիրված։ Et à la fin du programme, avant les œuvres arméniennes, ծրագրի ավարտին հայկական ստեղծագործություններից առաջ il y aura une œuvre de Franz Liszt, ce fameux compositeur hongrois puis devenu allemand. հունգարացի հայտնի երաժիշտ Ֆրանց Լիստին, որը հետո դարձավ գերմանացի նվիրված ստեղծագործություն կա։ Parce que Liszt a écrit une œuvre en hommage à Bach qui s'appelle Prélude et Fugue sur le nom de BACH. Որովհետև Բախին նվիրված ստեղծագործություն ունի, գրված ստեղծագործություն ունի Լիստը, Պատկերացնում ինչ մեղեդային է լինելու երկեհոնի տակ, ինքնամաքրման տանող երաժշտություն է երկեհոնի համար ստեղծագործությունը։ Oui, alors Bach évidemment était un compositeur particulièrement évidemment génial et l'écriture est tellement transparente et profonde que on plonge dans un univers quoi. Իհարկե Բախը մեծ երաժիշտ էր եւ այնպիսի մաքրություն ու թափանցիկություն ունի որ իր ստեղծագործությունը որ միանգամից մտնում ենք իր մթնոլորտի մեջ, խորանում ենք իր մթնոլորտի մեջ։ Տրամադրությունը փոխանցում է։ Այսօր մի տեսակ երաժշտական է մեր ամբողջ եթերը ստացվում եւ կցանկանայի միշտ խոսում են Երևանից հաճելիորեն այս փառատոնը տարածվել է նաեւ երկու մարզ միմյանցից բավականին հեռու։ Ինչու հենց այնտեղ։ Տեսեք, նախ խոսելով Վագն Ստամբուլցյանի մասին եւ ընդհանրապես իր ներդրման մասին հայկական երկհոնային արվեստում, լինելով ինքը հիմնադիր է հայկական երկհոնային դպրոցի, նաեւ ինքը իր ժամանակին ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանում որքան հնարավոր շատ երկհոններ լինեն։ Եվ այդ ժամանակ էր, որ երկհոններ ուրեմն տեղադրվեցին Կապանում եւ Չարենցավանում։ Կապանում քոլեջում իսկ երաժշտական քոլեջում, իսկ արվեստի քոլեջում ներողություն, իսկ Չարենցավանում Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում։ Եվ դրանով է պայմանավորված, որ այսինքն մենք գնում ենք հենց այդ քաղաքն, որտեղ այնտեղ կա երկհուն։ Տանել բնականը չէ կարող։ Ցավոք Վենսանը կար ժամանակով եկավ, ինքը չի հասցնի մարզեր ուրեմն այցելել եւ համերգով հանդես գալ, բայց մեր հաջորդ երկու երկհոնարները մասնակցել են նաեւ մարզային համերգներին, որտեղ դա ենք մենք շատ կարեւորում։ Ընդհանրապես կարևորելով մարզերում մշակութային ակտիվությունը երկհոնային համերգների տեսքով նաև կարևորում ենք որ հենց արտասահմանցի երաժիշտները ուրեմն հանդես գան նաև մարզերում։ Եվ այսինքն նոյեմբերին մենք հոկտեմբերի վերջին եւ նոյեմբերին մենք ունենանք երկու համերգ։ Բավականին երկար ժամանակ է կտրել մինչև դեկտեմբեր, նշեցինք որ մինչև դեկտեմբեր, այո։ Այնպես որ կարող են շատերը հասցնել ներկա գտնվել այդ համերգներին, մեկ օրով չի սահմանափակվելու։ Արխիվում երկար տարիներ դեռ բնական է այս փառատոնը լինելու է, ցանկանում ենք հաջողություն փառատոնին։ Ինչու հենց Ստամբուլցյանի անունով, առավել եւս ինքը դեմ էր։
այդ պատմությունը դուք գիտեք, հասկացա։ Բայց ես կարծում եմ մեր հեռուստադիտողներից շատերը տեղյակ չեն պատմության մասին եւ դեմ չեն լինի, որ մեր տաղավարում եւս պատմությունը նրա մասին է, որ երբ որ լուսահոգի մայստրո Ստամբուլյանի հետ մենք զրուցում ենք եւ խոսում ենք հնարավոր փառատոնի մասին, միջավայրից ինքը դեռ իր ժամանակ Խորհրդային Միության տարիներին երազում էր, որ այդպիսի փառատոն իրականացնի, ցավոք հանգամանքները, պայմանները եւ հնարավորությունները թույլ չէին տվել եւ երբ որ ես ասում էի, որ դա մի 15 տարի առաջվա մասին է խոսքը, որ խոսում էինք, շատ ուրախանում էր, որ այդպիսի միտք կա, մի անգամ ինձ զրույցի ժամանակ ասեց, որ հանկարծ իմ անունով չդնեք փառատոն։ Մտածելով, որ հնարավոր է։ Եվ իհարկե չկարողացա մարդուն ասել, չէ, անպայման պետք է դնենք, որտեվ ինքը այնպես շատ սրտանց ասեց, բայց մենք այսպես Աստված կտա կլինի այդ փառատոն այն ժամանակ կմտածենք։ Մի կողմից ոնց որ հիմա մեղք եմ գործել, որ ասել եմ չենք անի, բայց արել ենք, բայց լավ բաների համար ոչինչ, այդ մեղքի գործում։ Բարձրալկների։ Ոնց որ թե ճիշտ ենք արել, որովհետև իսկապես արժանի է իր վաստակը ինքը ընդհանրապես իր գործունեությամբ, որպեսզի փառատոնը իր անունով լինի։ Եվ ավելին ասեմ, այդպես մարդիկ եկել են, օտարերկրացի մեր արտիստները, չէ, իրենց համար էլ է հայտնություն, ով է Վագն Ստամբուլյանը։ Եթե ինքը լիներ ուղղակի երկրորդ փառատոն, իրենք չէին իմանալ ով է Վագն Ստամբուլյանը։ Գալու էին, նվագեին գնային։ Հիմա ասում եմ, ով է Վագն Ստամբուլյանը, իր անունով եք դրել փառատոնը։ Այդ իրանց էլ արդեն է տար, իրանք էլ են ճանաչում։ Հարցը ուղենք նաև մեր հյուրին Վեսան Դյուբուային։ Հայ երաժիշտներից ում ստեղծագործություններն եք օրինակ կատարում, լսել, սիրում թերևս եւ համագործակցությունը երիտասարդ սերնդերի հետ ունեք, թե ոչ։ Այդ կամուրջները ինչպես եք ձգում։ En fait, je connais des artistes arméniens, mais qui sont aujourd'hui encore vivants, mais qui jouent, qui sont des interprètes en fait. Les compositeurs, à part Khatchatorian, j'avoue que j'en connais pas d'autres évidemment. Ճանաչում եմ հայ երիտասարդ կոմպոզիտորների, որոնք ավելի շատ կատարողներ են, իսկ կոմպոզիտորներից Արամ Խաչատրյանից բացի շատերին չգիտեմ։ Հուսով ենք առիթ է այս ներկայությունը։ Voilà, exactement. Et je connais pas mal de jeunes Arméniens qui ont été étudiants et élèves du conservatoire de Strasbourg, dans lequel j'étais directeur, et qui étaient toujours de très talentueux jeunes étudiants. Բայց շատ հայ երիտասարդ ուսանողների եմ ճանաչել, որոնք Ստրասբուրգի համալսարանում կոնսերվատորիայում, որտեղ ես տնօրինել եմ, ուսումնառություն են իրենց շարունակել եւ որոնք շատ տաղանդավոր են եղել։ Այսպեսի մի հետաքրքիր հարց, մենք նշեցինք, որ Հայաստանում ընդամենը 2 մարզում է տարածված, օրինակ արտերկրի փորձի մասին, որքանով է մասնագիտացումը տարածված։ Est-ce que cet art est répandu, cette musique elle est répandue en Europe? Alors en France et en Allemagne, oui, beaucoup, et en Europe du Nord, en Europe du Sud moins. Voilà. Հարավային Եվրոպայում պակաս տարածված է, հյուսիսային Եվրոպայում, Ֆրանսիայում, Գերմանիայում այո տարածված է։ Հարց ուղենք պարոն Սուքիասյանին։ Ինձ հետաքրքրում է ովքեր են լինելու, ովքեր են հրավիրված, հայտնի դեմքեր, եթե կարելի է բացեք անուններ, մարդիկ իմանան ովքեր են, եւ նոր կատարողներ, եւ դրսից եկածները։ Անունները պետք է հնչեն, լսենք, սովորենք, հաճախ լսենք։ Նախ խոսելով, երբ որ դուք հարցրեցիք Վեսանին հայ կոմպոզիտորներին ճանաչելու հետ կապված կամ կատարելու հետ կապված եւ ասացիք դեսպան։ Պատահական չընտրեցի, այո։ Դեսպան, ուրեմն մի հետարքիր իրողության մասին խոսեմ, որ նախորդ փառատոնին մենք ունենք Հոլանդիայից երգիոնահար Յոխեմ Շուրմանը, որը այստեղ էլի այսպես անակնկալ նվագեց համերգի վերջում Մխիթար Այրեբանեսուս Սիրտիմ Սասանի ստեղծագործությունը, որը բնականաբար շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից, բայց հետո երբ որ նա վերադարձել էր հայրենիք, այսինքն Նիդերլանդներ, այնտեղ իրենց պատարագի ժամանակ իթիվից իրենց տարբեր, հենց իրենց երաժշտության, հոգեվերժության կատարել էր նաև այդ մեր հայկական ստեղծագործությունը, որպես պատարագի մաս ընդ որում, եւ ուղարկել էր այդ տեսագրությունը մեզ, այսինքն դեսպան ասած այնուամենայնիվ իսկապես աշխատում է, կա։ Եվ ես հույս ունեմ, որ այդ գործընթացը մեր տարբեր կատարողների կողմից ելիք շարունակվի, հայկական երաժշտությունը իրենց միջոցով նաև դուրս կգա արտիստի։ Միանշանակ մարդիկ են այդ կամուրջները։ Ձեզ հաջող ընթացք եմ մաղթում փառատոնին, լեգլեցուն դահլիճներ։ Շնորհակալ որ համերգից առաջ ժամանակ գտաք մեզ համար պատիվ էր թե ձեզ հյուրընկալելը, թե Վենսանին։ Այսպես հերու հերվից Աստվածամոր տաճարին մի փոքր այսպես դիպչեցինք մտավոր կերպով։ Արդեն մենք պտովի այդտեղ։ Շնորհակալ ենք ձեզ Հայաստանի ընթացք անփափան համերգ։
Ձեզ էլ սիրով սպասում ենք։ Սիրով։ Հաջողություն։